Գրեթե 10 ամիս շիկացած ռուս-ադրբեջանական հարաբերությունները ինչ արագությամբ կվերականգնվեն։ С той или иной скоростью ожидаем. Այս կամ այն արագությամբ սպասում ենք։ Անցած 5 շաբթի Պուտին-Ալիև տետատետից հետո ջերմացում է ակնկալվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Պավել Զարուբինի Մոսկվա-Կրեմլ-Պուտին հաղորդման ժամանակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվա-Բաքու շփումները լիովին չեն ընդհատվել, շարունակվել են վարչակազմերի ու օգնականների մակարդակով։ Չնայած ռուս-ադրբեջանական հարաբերություններում լավագույն ժամանակները չէին։ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինի խոսքով Ալիևը ըստ անհրաժեշտության է սրում ու մեղմում հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նրա համոզմամբ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց առաջ Ալիևին պետք էր հեռու պահել իրեն Ռուսաստանից, որպեսզի Պուտինը չազդի Փաշինյանի ու Թրամփի հետ բանակցությունների վրա։ Ռուսաստանից երես թեքելով ինչ-որ բան ստանալ արևմուտքից հեռանալով ինչ-որ բան պոկել Ռուսաստանից։ Ալիևի քաղաքականությունն է նկարագրում կովկասագետ Կարենի Գիթյանը։ Ի վերջո այս ամենը վերջացավ նրանով, որ նա ամբողջովին զավթեց Արցախը եւ իրականացրեց այդ էթնիկ զտում, ինչի համար չի պատժվել եւ ինչքան որ մենք տեսնում ենք, չի պատժվելու միջազգային հանրության կողմից։ Որովհետև ինքը վերընտրվեց, իրան ողջույնեցին եւ կարծես թե այդ հարցը լիովին նա փակել է։ Վերջին 5 տարիների ադրբեջանական քաղաքականությունն արտահայտվել է նաև վերջին 10 օրերին։ Ալիևը մասնակցել է և Եվրոպական քաղաքական համայնքի, և թյուրքական պետությունների կազմակերպության, և ԱՊՀ գագաթնաժողովներին։ Եվ սա պարզապես բազմավեկտոր քաղաքականության մասին չէ։ Ադրբեջանը հասնում է իր նպատակներին, Ադրբեջանի էլիտան ունեցավ կորուստներ Ռուսաստանի հետ հակամարտությունից, բայց այդ կորուստները այնպիսին չեն, որ Ադրբեջանը առնվազն փոխի իր քաղաքականությունը։ Մոսկվան ու Բաքուն հաշտվել են հանուն նավթի, այսպիսի վերնագրեր կան արևմտյան մամուլում ադրբեջանական ինքնաթիռի վթարից հետո Պուտին-Ալիև առաջին հանդիպման մասին։ Ռուսաստանը կարող է ստանալ եւ կարծում եմ դա է Ռուսաստանի նաեւ նպատակը մեզ հարթակում, որ Ադրբեջանը շարունակի կամ վերսկսի համագործակցությունը նավթագազային սֆերոյում, որովհետև Ռուսաստանի համար շատ կարևոր էր պատժամիջոցների օրոք, որ Ադրբեջանով կարողանա գնի այն տեխնոլոգիաները, որը ինքը չի կարող գնի այսպես։ Իսկ հիմա դա Ռուսաստանի համար շատ ակտուալ է, որովհետև ուկրաինացիք ռմբակոծում են հենց այդ ինֆրաստրուկտուրան նավթագազային։ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ռուս-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը Դաշնության առաջնորդը տեղավորել է 2022 թվականին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի համատեքստում։ Պուտինը վստահեցրել է, իրենք երբեք չեն մոռանում այդ համաձայնագիրը եւ ամեն ինչ անելու են դրա բոլոր դրույթները իրագործելու համար։ Մենք երբեք չենք մոռանում, հիշում ենք այն համաձայնագրի մասին, որը ոչ վաղ անցյալում է ստորագրվել։ Ռուս-ադրբեջանական դաշնակցային համաձայնագրին հավատարմությունը չէր վերահաստատել Ալիևը ի պատասխան Պուտինի խոսքերի։ Շնորհակալություն էր հայտնել ադրբեջանական ինքնաթիռի վթարի հետ կապված մանրամասները ներկայացնելու համար, ինչը շատ քաղաքագետների մեկնաբանությամբ նշանակում է, որ Մոսկվան ընդունել է Բաքվի դոմինանտությունը։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։